Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, հարցը ուղղում եմ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանին։ Տիկին Գալյան, ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարություն արեց, որ պետք է Հայաստանի Հանրապետություն ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը, եւ ուզում եմ իմանալ հատկապես նաեւ իրավաբանական համայնքին է շատ հետաքրքիր այս հարցը, թե ուր ենք հասել այս գործում, ինչ միջոցներ են ձեռնարկվել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի Արդարադատության նախարար տիկին Սրփուի Գալյանը, համեցեք տիկին Գալյան։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Խաչատրյան, մենք որպես տեքստ մշակող մարմին ըստ էության արդեն նախատեսել ենք սահմանադրական նորմ, ըստ որի օրենքով կարող են սահմանվել երդվյալ ատենակալների կողմից դատավարության մասնակցելու հիմքեր։ Սահմանադրական նորմը, որը կարող է նախատեսվել սահմանադրության շրջանակներում, այս պահին ունի իմ կողմից նշված տեքստը, բայց պետք է նշեմ, որ այս նորմը դեռևս չի քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից, եւ որպեսզի մենք խոսենք արդեն իրականություն դարձած նորմի գոյությունից, պետք է նախ ունենանք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի համապատասխան որոշումը։ Ինչ է արվել նախարարության կողմից։ Մենք իհարկե ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, որպեսզի հասկանանք, թե մենք որ ուղղությամբ ենք գնալու, եւ միջազգային փորձը իրականում տարբեր է այն առումով, թե որ գործերին են մասնակցություն ունենալու երդվյալ ատենակալները եւ լիազորությունների ինչպիսի ծավալ են ունենալու։ Երբ խոսում ենք լիազորությունների ծավալի մասին, ապա պետք է նշեմ, որ կան երկրներ, որտեղ երդվյալ ատենակալները որոշում են միայն մեղավորության հարցը, կան երկրներ, որ երդվյալ ատենակալները որոշում են մեղավորության հարցը եւ կարծիք են հայտնում պատժի նշանակման հետ կապված, եւ երրորդ մոդելը այն մասին է, որ երդվյալ ատենակալները որոշում են եւ մեղավորության հարցը եւ ըստ էության որոշում են պատժի տեսակը եւ պատժի չափը։ Նաև ուսումնասիրել ենք երդվյալ ատենակալների քանակությունը տարբեր երկրներում եւ տեսել ենք, որ որոշ երկրներում դրանց թիվը տատավում է 10-ից 12-ի միջակայքում, որոշ երկրներում հիմնականում եվրոպական դրանց թիվը շատ փոքր է, օրինակ Գերմանիայում մենք ունենք ժողովրդական դատավորների օրինակ, որտեղ 2 հոգանոց կազմով մասնագիտացված դատավորին օգնություն են ցուցաբերում այսպես կոչված ժողովրդական դատավորները, եւ իհարկե հաջորդ ամենակարևոր հարցը վերաբերում է այն գործերին, որոնց շրջանակներում պետք է ներգրավեն երդվյալ ատենակալները եւ տարբեր երկրներ այս առումով եւս գնացել են տարբեր ճանապարհներով, կան երկրներ, որտեղ միայն սպանությունների, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, խոշտանգումների վերաբերյալ հանցակազմերի քննությանը մասնակցություն ունեն երդվյալ ատենակալները եւ կան երկրներ, որ բացի քրեորեն հետապնդելի արարքների քննությունից երդվյալ ատենակալները մասնակցություն ունեն նաև քաղաքացիական որոշ տեսակի դատավարություններում։ Մենք պետք է շարունակենք մեր հետազոտությունները եւ ընտրենք Հայաստանի Հանրապետության համար լավագույն մոդելը, բայց կրկնում եմ, դա կարվի այն բանից հետո, երբ համապատասխան հարցը քննարկվի եւ հաստատվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից։ Պարոն Խաչատրյան, արձագանք չունեք, շնորհակալություն։